Ողջույն, դուք լսում կամ դիտում եք Mix Marketing-ը գործարար ալիքի եթերում, ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր խոսելու ենք մի շատ արդի թեմայի շուրջ, վերջին ամիսներին Հայաստանում գյուղատնտեսական արտադրողները կանգնել են լուրջ մարտահրավերի առաջ Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով, որոնք այս սահմանափակումները մեզ հերթական անգամ ցույց տվեցին, թե որքան խոցելի է առհասարակ մեկ շուկայից կախված լինելը, եւ բայց արդյոք այս խնդիրը միայն սահմանափակումներն են, թե նաև պատրաստվածությունը նման խնդիրներին։ Այս թեմայի շուրջ, այս եւ մի շարք այլ թեմայի շուրջ խոսելու եմ հյուրիս հետ, ում սիրով ցանկանում եմ ներկայացնել Signum Consulting ընկերության հիմնադիր Նիկա Մանուկովային եմ այսօր հյուրընկալել, ողջույն Նիկա։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ, այսօր խոսելու ենք, ինչպես արդեն նշեցի, սահմանափակումների, միջազգային սերտիֆիկացումների մասին, Նիկան կարծում եմ կլուսաբանի, կլուսավորի գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող եւ ոչ միայն, մեր հայրենակիցներին, թե ինչպես առհասարակ պետք է վարվել այս իրավիճակում։ Սկսենք ամենաարդիականից։ Ռուսաստանի կողմից իրականացված սահմանափակումներից հետո ինչ հիմնական դաս ըստ ձեզ պետք է քաղի հայկական գյուղատնտեսական ոլորտը։ Բարև ձեզ, Գանջանախ շնորհակալություն հրավերի համար եւ շատ կարեւորում եմ եւ գնահատում եմ ձեր ցկտումը նման խնդիրների շուրջ ունենալ խոսնակներ եւ փորձել միասին բացահայտել ոչ միայն արտաքին շերտում երևացող խնդիրները, այլ նաեւ դրա տակ ինչքան կուտակված այլ բաց թողումներ կան։ Գիտեք, իրականում ցանկացած տնտեսվարող, երբ որ մտածում է իր բիզնեսի մասին եւ հատկապես եթե գյուղատնտեսական ոլորտին ենք ուղղությունը փորձում պահենք, բիզնեսը սկսելուց առաջ մենք այսօր ոնց ենք անում, ու դա ոչ թե բնորոշ է միայն հայկական արտադրողներին, այլ նաեւ ընդհանուր հանրությանը, Սկզբից արտադրում են եւ հետո նոր մտածում են, թե որն է իր ռազմավարությունը, ինչ մարտավարական ծրագիր պետք է մշակի, որ շուկաների վրա է կենտրոնանալու, այնինչ ավելի գրագետ է եւ ավելի կանխատեսելի դառնում բիզնեսը սկսել հակառակը տալ առաջի հերթին այդ հարցեր, ում համար է նախատեսված իմ արտադրանքը, որ շուկաներում եմ ռեալիզացնելու եւ հետո նոր դրանից բխի, թե ինչպես եմ դա արտադրելու, որպեսզի ինքը բավարարի։ Մասնավորապես մենք ունենք արտադրանք, որը որ եթե ենք արտահանվել օրինակ արաբական շուկաներ, ապա պետք է ինքը սերտիֆիկացված լինի հալալ ստանդարտով։ Ունենք շուկաներ, որոնք որ պարտադիր արտադրողից ուզում է օրինակ օրգանիկ սերտիֆիկատը, Մենք ունենք հիմա գյուղատնտեսական ապրանքներ, որոնք որ Եվրոպա արտահանելու համար ուզում է Global Gap-ը։ Բայց այս բոլոր ստանդարտների հիմքում ընկած է ամենակարևոր բանը՝ սննդի անվտանգության պահանջները։ Որակի կառավարման անվտանգության պահանջները, այսինքն անկախ նրանից այդ արտադրանքը արտահանվելու է թե չէ, այդ արտադրանքը նաև վաճառվում է մեր շուկաներում, այո, մենք, մեր երեխաները, մեր ծնողները հենց այդ արտադրանքը օգտագործում են։ Բայց մի հատ եկեք հասկանանք ինչ է տեղը, ինչի որ չենք կարողանում արտահանել։ Եթե մեզ համար նորմալ է դրսում, նորմալ չի, այդ ինչ ենք մենք սպառում, չէ՞ վերջը։ Եվ այստեղ գալիս ենք հանգում ենք այն հարցին, որ ցանկացած արտադրություն, ցանկացած ծառայություն ինքը ավելի մրցունակ է լինում ցանկացած շուկայում, եթե բավարարում է առաջի հերթին տեղական օրենսդրական պահանջներին եւ երկրորդ հերթին նոր միջազգային ստանդարտների պահանջներին։ Սկսած թարգմանչական ծառայություններից մինչեւ տիեզերագնացություն գոյություն ունեն ստանդարտներ միջազգային։ Այսինքն հեծանիվ օրինել պետք չի ցանկացած ձեռնարկատիրական նախաձեռնության ժամանակ, անկախ նրանից նոր եք սկսում, թե արդեն գործում եք, ուզում եք կատարելագործում եք, մի հատ ընդհանրապես պետք է ստանդարտը կարդալ եւ հասկանալ ինչպես է կարելի, այո, գրագետ բիզնես վարել, որը որ առաջի հերթին վերջում երաշխավորում է, որ մենք կունենանք այդ որակ կոչեցյալը, այսինքն սահմանված չափանիշներին համապատասխան արտադրանք կամ ծառայություն, եւ երկրորդ հերթին արդեն ինքը մեր համար ճանապարհ է բացում տարբեր շուկաներ։ Այ խնդիրը խորքային այստեղ է։ Չնայած որ տարիներ առաջ պետական մակարդակով ընդունվել էր օրենք, որ ցանկացած սննդի արժեշղթայում ներգրավված կառույցը, անկախ նրանից ինքը ֆերմեր է, թե ռեստորան, թե հյուրանոց, պետք է հասып համակարգին համապատասխանի, բայց այդ կառավարման համակարգերի ներդրումը եւ այդ վերահսկողական մեխանիզմների ներդրումը բավականին դժվար ու ցավոտ է անցնում այս անցումային շրջանում։ Ինքն քանի պետական, սննդի պետական տեսչություն, անվտանգության պետական տեսչությունը չի այցելում այդ կազմակերպություններին, իրանք չեն մտածում, որ պետք է ուղղությամբ աշխատանք անեն, քանի գնորդը չի պահանջում սերտիֆիկատը, արտադրողը այդ ուղղությամբ չի մտածում, որ պետքա ներդրում անի։ Իսկ կառավարման համակարգերի ներդրումը ինքը բաղկացած է 3 փուլից։ Առաջինը դա
խորհրդատվությունն է, թե ինչպիսի կառավարման համակարգ պետք է մշակված լինի, որ անում են մեր տիպի ընկերությունները։ Երկրորդը այդ պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների պատրաստումը, որ արդեն կատարում է հենց կոնկրետ տնտեսվարողը, եւ նոր երրորդը անկախ սերտիֆիկացիոն մարմինը, որ գալիս է եւ հավաստում է, որ այո, համապատասխանում է, այո, հայտարարված չափանիշներին։ Եվ սա ծախսատար եւ ժամանակատար, այսինքն չեն կարող տնտեսվարողը արդեն երբ որ մեքենան բարձվում է, որ պետք է մեկ վայրկյանում այդ հարցը լուծի, սերտիֆիկատը ունենան, այստեղ այդ դժվարությունները, բայց նաև լավ է, որ կարելի լավ ճակերտներում էլի, որ ինքը մտածել է տալիս յուրաքանչյուրիս, որ բա ինչ է ինչի, որ մեր այդ արտադրանքը չի կարողանում դուրս գա, ու մենք արդեն ամեն մեկս էլ ավելի պահանջատեր ենք դառնում։ Մի փոքր նույնիսկ վիրավորական է, չէ, որ այսպես խոսույթներ կան, իսկ դուք գիտեք, այդ ապրանքը չի համապատասխանում օրինակ Եվրոպայի ստանդարտներին, այսինքն մենք որպես սպառող կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի, սպառել ինչ-որ անորակ, հա, ճակերտավոր ասենք, որը որ չի համապատասխանում։ Ցավալի է իհարկե։ Շատերն ասում են, որ պետք է դիվերսիֆիկացնել շուկաները։ Գործնականում սա ինչ է նշանակում։ Գործնականում դա նշանակում է, որ պետք է հստակ ուսումնասիրես, թե քո ծառայության կամ արտադրանքի, կենտրոնական արտադրանքերը, որտեղ այսօր ամենալուրջ սպառում խնդիրը մեր այո, սպառվելիքը մեր արտադրանքի վրա է, հա, տվյալ արդյոք դու պատրաստ ես այդ շուկան գնալ։ Դիվերսիֆիկացնել նշանակում է բացահայտել նոր շուկաներ կամ փոխել վարքագիծը։ Այստեղ մի հատ կարևոր բան եմ ուզում բարձրաձայնել, որի մասին որ շատ քիչ են խոսում, ճիշտ է, դա իմ մասնագիտականը չի, բայց քանի որ մեր մարքեթինգի շրջանակներում ենք շփվում, դա կարա հետաքրքիր լինի։ Նայեք, հայկական արտադրանքը ունի սահմանափակ քանակությամբ հումք։ Ուստի, եթե մենք ունենանք օրինակ մեծ պատվերներ, չգիտեմ հիմա եթե մեր մոտ ստացվի եւ մենք կարողանանք օրինակ Carrefour-ի ցանց մտնել, որտեղ որ պետքա վաճառենք մեր պահածոները, հա, ասենք պատկերացնում եք եվրոպական Carrefour-ում կա, ինչքան պետքա լինի, այն որ համակարգը կհամապատասխանի արտադրանքը մենք կհամապատասխանենք, այդ ոնց որ մեր խորհրդատու եւ արտադրողի գործն է, դա կարող ենք անել, բայց քանակ չունենք, այսինքն եթե մենք ուզում ենք անընդհատ այդ շարքերում ներկայացված լինենք, մենք նաեւ այդտեղ քանակի խնդիր ունենք, ապա հարց է առաջանում, բա ինչ անի գործարարը, հա։ Մենք դրա համար խորհուրդ ենք տալիս, ասում ենք շատ բարձր պահի քո որակը, ունեցի թանկ արտադրանք, որը որ կհամապատասխանի բիոօրգանիկ նատուրալ չափանիշներին եւ այդ դեպքում քո արտադրանքը պետք է ներկայացված լինի այլ սեգմենտի համար, այսինքն քո ցանցը ոչ թե Carrefour-ն է, այլ օրինակ այն դեղատներն են կամ առողջ ապրելակերպի խանութներն են, որոնք որ նման մատակարարում ունեն, այս պարագայում արդեն ճիշտ է քո սպառողների քանակը կրճատվում է, որովհետեւ աշխարհում քանի հոգի կա, հա, որ մաս մարքետի համար չես էլի դու սկսում աշխատել։ Գծային, այսինքն եթե մենք նույնն ասենք դիտարկում ենք post-սովետական երկրները, որոնք որ մեր հայկական ասենք այդ քիմքին ավելի հաճելի է, հա, այդ համային հատկանիշները, ապա ինքը ոչ թե պետք է գնա խանութներ, այլ օրինակ կարող է գնա հոռեկա սեկտոր։ Մատուցի իրանոցներում, ռեստորաններում։ Դիվերսիֆիկացիա գործնականում մենք սա ենք հասկանում, ինչը որ մենք երբ որ մտնում ենք որևիցե կազմակերպություն աշխատանքից, տեղ ավելանում է, հիշում եք, ասեցի օրենսդրական պահանջները եւ միջազգային ստանդարտները, ավելանում է երրորդ պահանջը, թե որ նա քո ռազմավարությունը։ Դու ում համար ես քո արտադրանքը տալի, քո ռազմավարական նպատակը որ շուկաներն է, որ գրագետ կառավարման համակարգ նախագծվի իր համար։ Ամփոփելով այս հատվածը, եթե վաղը որևէ մեր մի ռադիո լսող կամ դիտող որոշի արտահանել իր պրոդուկտը Եվրոպա կամ օրինակ արևելքա մերձավոր, որն է առաջին քայլը, որին պետք է ինքը ուշադրություն դարձնի։ Ես այս նախադասությունը որ ասում եմ, իմ թիմը շատ բարկանում է, որովհետև ասում է դու խորհրդատվական ծառայության ոնց որ հետո առաջ ես անում պահանջը, բայց ես իմ բոլոր գործընկերներին, դեռ չեմ ասում հաճախորդ, որովհետև իրանք մեր գործընկերներն են, խորհուրդ եմ տալիս առաջինը գնորդից ճշտել ինչ սերտիֆիկացիա իրան անհրաժեշտ, որովհետև ճիշտ է, ես ասացի արաբական երկրներում հալար սերտիֆիկատ է անհրաժեշտ, բայց դա 100%-անոց խիստ պահանջ չէ, կան գնորդներ, որոնք որ առանց հալալ սերտիֆիկատի մեր արտադրանքը կհանեն, այսինքն գործարարը առաջի հերթին պետք է գնա այն իմ ասած առաջի 3-ը հիշում եք, պետական, միջազգային ստանդարտ, երրորդը ռազմավարություն, 5-րդը քո ավարտական սպառողն է, վերջնական սպառողն է։ Ինչ պահանջ է ինքը դնում, ինչի կարիք ունի, որ արդեն հետ գա ստեղ, համապատասխան համակարգը ներդեն եւ սերտիֆիկացվի ստանդարտին համապատասխան։ Մասնավորապես, օրինակ, հենց հիմա հայկական ծիրանը դուրս է գալիս Եվրոպա։ Պարտադիր պահանջ է Global Gap-ի առկայությունը։ Առանց դրա ֆիզիկապես ոչ մի ցանց պրոդուկցիա չի ընդունի։
Հա, կարող է մասսայական շուկայում ինքը տենց արկղներով վաճառվի, բայց ափսոս է էլի մեր Ծիրանը, որ մասսայական շուկայում կիլոյով վաճառվի, ինքը պետքա տեսանելի տեղում թանկ վաճառվի։ Նորից գալիս ենք նրան, որ այդ ամեն ինչի մասին պետքա մտածել շուտ, նախապես, ոչ թե երբ որ ապրանքը արդեն ֆուրերում, մեքենաներում կանգնած են եւ մտածենք թե ինչ պետքա անել։ Սերտիֆիկատների մասին խոսելով, երբ ասում ենք սերտիֆիկացում, ինձ թվում է կա sense թե կարծրատիպային, թե ինչ որ տպավորություն, հա, կարծրատիպ, որ խոսքը ինչ որ թանկ գործընթացի եւ բարդ գործընթացի մասին է։ Ինչ է իրականում սերտիֆիկացումը։ Իրականում սերտիֆիկացումը, ինչպես ես ասացի, բաղկացած է 3 փուլից, առաջինը խորհրդատվություն, երկրորդը ենթակառուցվածքի նախապատրաստում եւ երրորդը արդեն վկայագրում, թանկի այո, որովհետև ինքը բիզնեսի մեջ ներքին գործընթացների փոփոխություն է ենթադրում, անձնակազմի կոմպետենտության բարձրացում է ենթադրում, անընդհատ վերահսկողություն է ենթադրում, որը որ թանկացնում է տվյալ արտադրանքի ինքնարժեքը առաջի հերթին եւ ինքը բավականին ժամանակատար է թե խորհրդատուի թե գործատուի համար, ինչը որ բնականաբար ինչ որ արժեք ունի։ Ստեղ ուղղակի կուզենամ օգտվելով առիթից իրազեկեմ մեր բոլոր դիտորդներին, լսողներին կան միջազգային ծրագրեր, որոնք որ ֆինանսավորում են մեր խորհրդատուների աշխատանքը, հա, այսինքն մենք ունենք շատ հաջողված փորձ, որ ծրագրերը իրականացրել ենք EBRD Advice for Small Business-ի հետ, GIZ-ի հետ ունենք հաջողված ծրագրեր, ITC-ի հետ ունենք հաջողված ծրագրեր, այսինքն միջազգային դոնոր ընկերությունները օգնում են, որ այդ բեռը ինչ որ չափով պակասեցնեն եւ մենք վերջում ունենանք լավ արտադրանք։ Երկրորդ բլոկով ենթակառուցվածքների նախապատրաստումը, որը որ արդեն հենց անմիջապես ձեռներեցի վրա է, ստեղ էլ դե գիտեք գոյություն ունի իրազեկում հարթակ էկոնոմիկայի նախարարություն, որտեղ որ որևիցե աջակցման ծրագիր, երբ որ նախաձեռնում է կամ փոփոխություն է տեղի ունենում, այդ հարթակում արտացոլվում է եւ ձեռներեցը կարող է տեսնել ինչպես կարող է օգտվել պետական աջակցության ծրագրերից եւ երրորդը արդեն բուն սերտիֆիկացումը, ստեղ էլի պետությունը ունի նախաձեռնություն, IC Արմենիայի հետ ենք նախաձեռնել եւ որոնք արդեն ընդունված է, որոշ ստանդարտների մասով կառավարման համակարգի սերտիֆիկացումը պետությունը փոխհատուցում է, պլյուս նաեւ փոխհատուցում է ապրանքի սերտիֆիկացիան, որովհետեւ սերտիֆիկացիան երկու կտորից է բաղկացած, մեկը կառավարման համակարգի, որոնք են ISO, Global Gap-ը եւ այլն, իսկ մյուսը արդեն հենց ապրանքի սերտիֆիկացիան է, որը Եվրոպայի պարագայում օրինակ CE մարկն է եւ այլն, հա, կախված թե որ երկիրն արտահանելու ինչ պահանջներ է ներկայացված։ Ինչ եմ սենց երկար սրա մասին պատմում, շատ ժամանակ ասենք տպավորություն է ստեղծվում, որ մի ամսվա մեջ կարելի է ստանալ այդ թուղթը, իսկ բնականաբար Հայաստանում կան տենց դեպքեր, որ շատ արագ լինում է թուղթը ստանալ, որով որ արժե զրկվում է այն պահանջը հետևելու սահմանված նորմերին։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, որ բոլորը մի անգամ մտածեն իրենց կառավարման համակարգը ինչքանով է համապատասխանում իրենց հայտարարած, իրենց խոստացած որակին։ Իսկ կա հնարավոր է այնպիսի դեպք, երբ արտադրողն ունի բարձրորակ ապրանք, բայց չունի միջազգային սերտիֆիկատ, այս դեպքում կարող է արտահանում իրականացնել, թե ամեն դեպքում պահանջը։ Այդ դեպքում պետք է հարց տանք որակ ասելով ինչ ենք հասկանում, որակ ասելով հասկանում։ Ով է որոշել այդ որակը։ Որակը որոշում է հենց միջազգային ստանդարտները, այսինքն որակ ասելով հասկանում ենք ռուսերեն էլի լավ հնչում, совокупность характеристик удовлетворяющий требованиям։ Չկա լավ կամ վատ որակ, կա տարբեր սորտոնայնություն։ Հիմա ասենք այս լոգիկայով, եթե մենք գնանք, ով է գնահատելու որակական իր կրիտերիաները, հա, ու այդ ժամանակին գոյությունները մինչև հիմա էլ շատ արտադրողներ դրանով են աշխատում, գոստեր, իսկ եթե որևիցե արտադրանք ունենք, որ գոստի համակարգի մեջ չի, ապա մենք ունենք մեր տեղական ՏՊ-ները, հա, տեխնիկական պայմանները, որը որ արտադրում ենք եւ սերտիֆիկացնում ենք։ Ու նորից վերադառնանք որակ ասելով ի նկատի ունենք չափանիշների բավարարում, որ չափանիշների դու ի սկզբանե որպես արտադրող արդեն սահմանել ես եւ իրան արտադրում ես։ Այ որակի կառավարման համակարգի արկայությունը ենթադրում է, որ դու սկսած հումքնյութի ձեռքբերումից մինչեւ փաթեթավորում եւ առաքում վերահսկելի պայմաններում ես իրան արտադրել։ Այո։ Ինչ սխալներ են արտադրողները ամենահաճախ անում, երբ սկսում են պատրաստվել սերտիֆիկացման, այն հաճախ հանդիպող սխալները ձեր փորձում։ Մենք մի հատ ստատիստիկա ունենք միջազգային, 42% սխալների դեպքում դա լինում է, երբ որ ինքը ուղղակի ինչ որ մեկ ուզել է սերտիֆիկատ եւ համակարգը սկսում է ներդնել, այսինքն սեփականատերը կամ տնօրենը ասում են շուշուտ մենակ թե սերտիֆիկացվենք, շուշուտ հականենք, կանենք, գրվում են ընթացակարգերը ներդրվում են, բայց ասենք հետեւողական դրան չեն լինում։
Երկրորդ սխալը, երբ որ մտածում, որ սերտիֆիկացումը ստացան վсё։ Ոչ, սերտիֆիկացումով դա գործընթացը նոր սկսվում է։ Սերտիֆիկատները տրվում են 3 տարի եւ յուրաքանչյուր տարի անցնում են վերահսկողական աուդիտ։ Այսինքն դեռ պետք է այդ ներդրված համակարգը պահել, կատարելագործել, զարգացնել։ Երրորդ սխալը, որ երբ որ անձնակազմը պատրաստ չի լինում տվյալ փոփոխություններին, այսինքն զուգահեռ կառավարման համակարգի ներդրման նաև պետքա անձնակազմի կոմպետենցիան էլ բարձրացնել, որ կարողանան դա չընդունեն որպես հրաման, որ կատարեն, այլ իրանք այդ այստեղ էլ անգլերեն բառն է լավ, commitment-ը վերցնեն, իրանք վրա վերցնեն այդ պատասխանատվությունը, այդ համակարգով աշխատելու, իհարկե այլ պատճառներ էլ կան, բայց ամենաառաջի չաշխատող համակարգերը այսպես գրադացիա ունեն։ Դուք նշեցիք, որ մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում միջազգային կազմակերպությունները նաև կառավարությունը ունեն, որոշակի ծրագրեր, աջակցման ծրագրեր սերտիֆիկացումների համար։ Այ արտադրողը որտեղ պետքա դիմի, որպեսզի ստանա խորհրդատվություն կամ ֆինանսական աջակցություն, թե այդ կազմակերպություններն են գտնում իր ոնց այդ շղթան տեղի ունենում կոմունիկացիոն։ Դե կարող ենք սկսենք հակառակից, այսինքն բոլոր պետական աջակցության ծրագրերը դիմ ասած իրազեկում հարթակում կան, բայց նաև էկոնոմիկայի նախարարություն կա վարչություն, որ հենց դրանով է զբաղվում, այն ինչ որ ունենք պետական աջակցության, այնտեղ հաստատ արտահայտված է։ Բացի դրանից նույնիսկ չի որ շատ են դոնոր կազմակերպությունները Հայաստանում, կարելի է ուղղակի հետևել իրանց նորություններին, դա EBRD Advice for Small Business-ն է, միջազգային առևտրի կենտրոնն է, ITC-ն է, դա GIZ-ն է, հա, ուրիշ այս պահին աչքից չի գալիս, ոնց որ դրանք էին, իրանք անեն պարբերաբար հայտարարություններ տանում են, աշխատում են խորհրդատվական ընկերությունների միջոցով, մենք գրեթե միշտ իրազեկված ենք լինում, որ որևիցե նախաձեռնություն կա եւ անմիջապես մեր հայտարարությունը տալիս ենք մեր գործընկերներին ներգրավում ենք, փորձում ենք կարողանանք կապող օղակը լինենք իրանց միջև։ Իսկ փոքր ավելի արտադրողներին գյուղացիական տնտեսություններին ինչպես կարելի է ավելի արդյունավետ իրազեկել, որովհետեւ միշտ չէ որ վստահ եմ ոչ բոլորը կարող են իրենց, չգիտեմ, հնարավորություն ասեմ, թույլ տալ ասեմ, բայց ամեն դեպքում այդ քայլը, հա, անել, դիմել ինչ որ կազմակերպությունների, որպեսզի աջակցություն ստանան սերտիֆիկացումների համար, ինչպես պետք է, ու այստեղ կարծում եմ իրազեկվածության պակասի խնդիր կա ամեն դեպքում, ոնց կարելի է իրազեկել։ Լավ հարց եք բարձրացնում, Գայանե ջան, ճիշտն ասած, ես կարծում եմ, որ հիմա գրեթե ոչ մեկ տենց մարդ չունենք, որը որ սմարթֆոն չունի, չկա ընտանիք, ասենց ասեմ, մարդ սխալ ասացի, չկա ընտանիք։ Մեր մոտ պենետրացիան շատ բարձր է, սմարթֆոնի եւ ինտերնետի։ Այո, այդ ուղղակի կարելի է այդ ներբեռնել, այդ application-ը հենց նորությունալիրում մտեղ հրապարակում, առաջինը դա։ Երկրորդը հակառակ խնդիրն եմ ուզում բարձրացնեմ, շատ անգամներ, տարբեր նույն միջազգային ծրագրերը դա փորձ ունեցել են եւ Կարմիր խաչի հետ, եւ GIZ-ի հետ, եւ EBRD-ի հետ, երբ որ որևիցե իրազեկման արշավներ են սկսվում, հատկապես մարզային մասնակցությունը լինում է շատ թույլ, այսինքն մենք ասում ենք վճարում պետք չի, ձեզանից ընդամենը պետքա գալ ներկա լինել, լսել, այս գիտելիքը վերցնել եւ գնալ շարունակել չեն մասնակցում։ Մեզ գիտելիք չէ, պետք չի, մեզ փող է պետք։ Ֆինանսական աջակցություն։ Պետքա հասկանալ ինչի տակ չէ։ Ես էլ բազմիցս հանդիպել եմ այդ փորձին, երբ որ շատ հաճախ բախվում ենք նման իրավիճակներին։ Ես անձամբ պատրաստ եմ օգտագործեմ բոլոր այն հարթակները, որոնք որ մենք ունենք, ասենք, չգիտեմ, իմ բորդում լինելը Մանթաշյանց ակումբում, որ մեր խողովակների միջոցով գործարարներին դա փոխանցվի, իմ խորհրդական լինելու փոքր եւ միջին ասոցիացիային, որ մեր մարզային ներկայացությունների միջոցով կարողանանք այդ տեղեկատվությունը տարածենք, ինչու՞ չէ նաեւ մարզպետարանների միջոցով ինչ որ իրազեկման արշավներ անել, բայց դրանք ոնց են ասում, մեկ անգամվա արշավներ կլինի, էլի, երևի ստեղ ինչ որ ճիշտ եք ասում, համակարգային բան ունենք ձեռնարկելու, բայց ոնց որ ես այդ դրա պատասխանատուն չեմ, ես իմ վրա վերցնում եմ շատ ժամանակ, բայց մեր թիմը դրա պատասխանատուն չէ։ Եթե դուք այսօր օրինակ նշեցիք, որ պատասխանատուն չեք, բայց թե աշխատեիք պետական մարմինների կամ այլ զարգացման ծրագրերի հետ, ինչ կփոխեիք իրազեկման համակարգում։ Լավ պրովոկացիոն հարց եք տալիս։
Դե իրականում փոխելու բան կարող է եւ շատ կա, չգիտեմ, ես ինքս պետական կառավարման մասնագետ չեմ, բայց ես կարծում եմ, որ ամենաառաջի հերթին երևի կոմունիկացիայի խողովակները կփոխեի, որովհետեւ մենք շատ ժամանակ նախաձեռնություններ ունենում ենք ու անգամ Երևանում գտնվող բիզնեսները դրա մասին չեն տեղեկացվում։ Այստեղ երևի այս իրազեկման կարող է ինչ-որ ինֆոգրաֆիկաներ պետք սարքել, տարածել, կարող է տեղային ոլորտային հավաքներ ավելի շատ անել, ասենք ճիշտ էկոնոմիկայի նախարարությունում լինում են հավաքներ ոլորտային, բայց երևի իրանք այլ խնդիրների շուրջ են հավաքվում, ոչ թե այս նեղ այս մասով։ Նաև այստեղ ուրիշ հարց էլ կա, դուք ճիշտ նշեցիք, շատ գործարարներ ավելի շատ ֆինանսական աջակցության կարիք ունեն, որը որ մեր տիրույթում չի, հա, մենք ավելի հենց կառավարման համակարգերի ներդրման են կարող այդ մասով աշխատանք կանելու։ Մի խոսքով աշխատանք կանելու։ Այսօր ըստ ձեզ, որ արտահանման շուկաներն են առավել խոստումնալից, ճակերտավոր ասենք խոստումնալից հայկական գյուղմթերքի համար, ինչպես եք դուք տեսնում։ Եթե գյուղմթերքը տարանջատենք երկու մասի, թարմ բանջարեղենը եւ նահատապտուղները այդ թվում եւ արդեն կոնսերվացված, նրանք իմ կարծիքով ունեն սպառման տարբեր շուկաներ։ Թարմը երևի ավելի շատ Եվրոպա, կոնսերվացվածը երևի ավելի շատ դեպի Ասիա, դեպի Գալֆ երկրներ։ Լավ, եւ մի այսպիսի հարց էլ, հա, փոքր արտադրողները շատ հաճախ ասում են, ես փոքր արտադրող եմ, ինձ սերտիֆիկացում պետք չի, սա հիմնականում նաեւ այն դեպքում, երբ որ իրենց արտադրանքը սպառվում է միայն ներքին շուկայում։ Ինչքանով է այս մոտեցումը ճիշտ, արդյոք դուք նշեցիք, հա, արդեն որ կոնկրետ ներքին շուկայի սպառման համար էլ կան մի շարք սերտիֆիկացումներ, բայց ինչքանով է հետևում է ամեն ինչին։ Ես սերտիֆիկացումը կառանձնացնեի կառավարման համակարգի ներդրումից, որովհետև վերջնի սերտիֆիկացումը դա հետևանք է գրագետ ներդրված կառավարման համակարգի եւ վերահսկելի որակի, փոքր արտադրողը, մեծ արտադրողը, 3 հոգանոց ձեռնարկությունը միևնույն է, կառավարման եւ վերահսկման պրինցիպները բոլորի մոտ նույնն են։ Եթե վերադառնանք էլի սննդի արժեշղթային, դեղորայքի արժեշղթային, հա, որոնք որ անմիջապես կապ ունեն մարդկային կյանքի հետ, այստեղ չեն կարող լինել ապա եթեներ, այստեղ հստակ սահմանված քրիտիկական կետեր են, քրիտիկական կետերի վերահսկման մեխանիզմներն են եւ ապացույցներ, որ դա մենք այդպես վերահսկում ենք։ Գիտեք, այսենց մի հատ հետաքրքիր ստատիստիկա կա, ամբողջ աշխարհը պայքարում է ծխելու դեմ, չէ՞։ Տարեկան քանի մարդ է մահանում ծխելուց, գիտեք։ Ոնց թիվը 8 միլիոն։ Մոտ 8 միլիոն։ Իսկ գիտեք սննդի արժեշղթայում խախտումների հետևանքով ինչքան զոհեր են ունենում։ 80 միլիոն։ Իսկ գիտեք աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով մոտ 100 միլիոն։ Կիբերանվտանգության ատականների հետևանքով պատկերացնում եք sense ստատիստիկա, որ յուրաքանչյուր ամիս 3-ից 5 երեխա է մահանում հիվանդանոցների կիբերատականների հետևանքով։ Հələ պատկերացրեք ինչ աննորմալ տիվ է։ Այսինքն այս ստատիստիկան ապացուցում է, որ այդ կառավարման համակարգերը, սերտիֆիկացումները ուղղակի օդի մեջ չեն վաճառքը մեծացնելու, դա առաջի հերթին անվտանգությունն է։ Իսկ անվտանգ նշանակում է որակյալ։ Հիմա բլից հարցերի անցնենք, միֆ, որը ամենաշատն եք լսում սերտիֆիկացման մասին։ Այդ թուղթը է ումա պետք։ Որ շուկան այսօր ամենամեծ հնարավորությունն ունի Հայաստանի համար։ Ճիշտն ասած, հիմա մեծ հայլեր են ձեռնարկում եվրոպական շուկայի համար ու ես շատ ուրախ եմ, որ մեր դեսպանատները, մեր առևտրի կցորդները, էկոնոմիկայի նախարարությունում ազատ առևտրի գոտիների այդ համապարփակ համաձայնագրերի մասով մեծ աշխատանք է կատարվում եւ Եվրոպան այսօր մեր արտադրանքի կարիքը ունի։ Հիմա եթե ուշացնենք, հետո ուշ կլինի։ Մեկ փաստաթուղթ, որը յուրաքանչյուր արտահանող պետք է ունենա։ Սերտիֆիկատ происхождения, որը որ մենք չենք տալիս, դա ցակման սերտիֆիկատն է, հա, առաջինը դա պետք է ունենա, մեր գործը սկսվում է այդտեղից։ Քո ցակման սերտիֆիկատը որն է, ինչի մասին ես հայտարարել, որ պետք է անես, եւ դրանից շուրջ արդեն կառուցում ենք տվյալ պրոդուկտի համար կառավարման ցիկլը։ Մի բան, որը պետք է փոխվի Հայաստանում առաջիկա 5 տարվա ընթացքում արտահանման ոլորտում։ Դժվար հարց է մի բան։ Մի բան չի, շատ բան է, բայց երևի ստեղ մենք նաև պետքա վերադառնանք այդ իմ ասացին, հա, մի հատ հետ ուսումնասիրություն անենք եւ դիվերսիֆիկացիայի մեջ մենք հասկանանք շուկան ենք դիվերսիֆիկացնում, պրոդուկտն ենք դիվերսիֆիկացնում, թե վարկագիծը։
Եվ վերջին հարցս, արդեն բլից չէ, կխնդրեմ այսպես մանրամասն պատասխանեք, եթե ստիպված լինեիք հիմա 3 խորհուրդ տալ մեկ գյուղմթերք արտադրողի, ով դիմել է ձեզ, ով ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա, որոնք կլինեն դրանք։ Okay, եթե խոսքը գնում է Թարմիրք բանջարեղենի մասին, ես կասեի ճշտեք ձեր գնորդը ով է եւ ձեզանից ինչ անհրաժեշտ փաստաթղթեր են ուզում։ Մինչեւ ճշտեք գնորդը ինչ է ձեզանից ուզում, գնացեք հանեք ձեր սերտիֆիկատ պրայսխարժերի ցակման սերտիֆիկատը, ֆիտոսանիտարնի սերտիֆիկատը եւ եթե գնորդը ձեզանից կուզի, արդեն Global Gap-ի սերտիֆիկացման կարիք ունեք, որ առնվազն տևելու է 6-ից 8 ամիս, այսինքն դուք ուզում եք մյուս տարի արտահանեք, հիմիկվանից գործընթացը պետք է սկսեք, որովհետեւ տվյալ սերտիֆիկացիան սկսվում է սերմից եւ ավարտվում է բերքը հավաքով, այսինքն ամբողջ ցիկլը պետքա փաստաթղթավորված լինի։ Բայց մենք ունենք ստեղ լավ առավելություն, Հայաստանը սկսել է տոհությամբ աշխատել, Global Gap-ով սերտիֆիկացնում ենք թրեյդերներին, որ իրենք կարողանան արտադրանքը այս արագ մեր ծիրանը, գեղեցիկ ծիրանը արտահանեն։ Ծիրան արտադրողներին միշտ ասում ինչ է կարկղներով արտահանեք, սենց անհատական փաթեթավորումներ արեք, ավելի թանկացրեք արտադրանքը, դեպ ափսոս է մեր ծիրանը, որ ինքը կիլոյով վաճառվի։ Հատով, այո։ Շատ շնորհակալ եմ Նիկա հետաքրքիր եւ գործնական խորհուրդների համար։ Մեր այսօրվա զրույցը ինձ թվում է եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ժամանակակից արտահանման հաջողությունը միայն ուղակի որակյալ լավ բերք արտադրանք ունենալը չէ, դա նաև վստահության հարց է, միջազգային չափանիշներին համապատասխանելն է, շուկաների որոնումը եւ առհասարակ շարունակական զարգացումը։ Եթե ինչ-որ թեմա կա, որ ինչ-որ բան կա, որ այս թեմայի շուրջ կցանկանայիք եւս մեկ անգամ նշել, հուշել մեր գործարարներին, խնդրեմ։ Ես իմ սիրած արտահայտությունը կանեմ, ցանկացած ելույթ երբ որ ունենում եմ, վերջում այդ սլայդն եմ բացում, Դեմինգի խոսքերն են, ասում եմ, вы не обязаны делать все это, выживание дело добровольное։ Ինքն եթե ուզում եք գրագետ բիզնես անել, եթե ուզում եք դիվերսիֆիկացված շուկա ունենալ, եթե ուզում եք շարունակական աճ եւ մասշտաբայնություն ունենալ, ուրեմն ի սկզբանե պետք է մտածել, ինչպես ձեր ներքին տունը կարգավորել, հա, ինչպես ներքին կառավարման համակարգը գրագետներ դնել, ունենալ վերահսկելի պայմաններում որակյալ արտադրանք եւ հետո նոր արդեն մտածել շարունակության մասին։ Այո, ամեն ինչ չթողել վերջին պահին, սերտիֆիկատները թող վերցնել, այսպես ասած, այո, ոչ մեկ ձեզ չի սպասելու։ Նիշան հենց շուկայում բացվեց, ինքը շատ արագ լցվելու է։ Այո, անչափ շնորհակալ եմ ձեզ, հաճելի էր եւս մեկ անգամ տեսնել ինձ մոտ որպես հյուր, կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսություն։ Շնորհակալություն։